Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Երևանը պատրաստում է հերթական Digitech Business Forum-ին։ Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երևան Էքսպո կենտրոնում։ Կազմակերպիչներն ասում են, որ այս անգամ սպասվում է տեղական եւ միջազգային շուկայի շուրջ 170 ընկերության մասնակցություն։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդեն կարծեմ 12-րդը ամենամյա Digitech-ը։ Մասնակիցների շրջանակը ամեն տարի գնալով ընդլայնվում է, իսկ նույնն է համագործակցության շրջանակում կամ ներդրումների շրջանակում, մի քիչ ավելի համարձակ։ Գիտեք, ամեն տարի մի քիչ փոփոխական է, մի տարի մեծանում է մասնակից ընկերությունների, ցուցադրվող ընկերությունների քանակը, մյուս տարի ավելանում է այցելուների քանակը, հետո այսպես բանի մեջ է եւ այս տարի մենք հատկապես սպասում ենք, որ այցելուների քանակը լուրջ աճ կունենա, դա մոտարապես 60,000 մարդ ենք սպասում, անցած տարի դա 45,000 էր, եւ դա ամենակարևորն է, որովհետեւ ըստ էության մարդիկ ոչ միայն բիզնես նպատակներով են գալիս, այլ շատերը գալիս են իրենց երեխաների ապագան որոշելու համար, գալիս են պապիկները իրենց թոռնիկների հետ եւ այդ ծավալվելը մենք այդ առումով շատ ենք կարևորում, որ մարդիկ էլ ավելի տեսնում են, որ այս ոլորտը հեռանկարային է բոլոր առումներով։ Այսինքն մենք արդեն 12-ամյա մի ճանապարհ ենք անցել եւ պահն է տեսնել շոշափելի արդյունք։ Ինչն է շոշափելի այսօր։ Շոշափելի հիմնական արդյունքը Digitech-ի դա նախ դա դարպասա դեպի Հայաստանի IT ոլորտ, այսինքն այն ընկերությունները, որոնք ուզում են գան Հայաստան եւ հիմնադրվեն, այսպես ասած, նրանք առաջինը գալիս են Digitech, այսինքն դա տեղի ունեցավ օրինակ National Instrument ընկերության հետ, Mitsubishi Electric ընկերության հետ եւ բազմաթիվ այլ ընկերությունների հետ, այսինքն նախ նրանք գալիս են Digitech, ծանոթանում են համայնքի հետ, ծանոթանում են շուկայի հետ եւ հաջորդ քայլը արդեն հիմնադրում են ուրեմն իրենց ընկերությունը Հայաստանում։ Երկրորդը Digitech-ը Ձեռնշացները արդեն հիմնադրել են եւ գործում են։ Այո, իհարկե։ Ոչ միայն գործում են, օրինակ National Instrument ընկերությունը հիմա համարվում է Եվրոպայից մինչև Սինգապուր, նույն National Instrument-ի հայաստանյան գրասենյակը համարվում է Եվրոպայից Սինգապուր գիտահետազոտական կենտրոնը, այսինքն մեծ հաջողություններ են ունեցել հիմնվելով հայ ինժեներների վրա։ Մյուս առումով դա մի տեղ է, երբ որ ամբողջ համայնքը 3 օր իրար հետ է եւ համագործակցություն է ձևավորում, դրա պատահաբար չի, որ մենք ասում ենք Digitech տոն տեխնոլոգիական հայության համար, այսինքն այն հայությունը, որը տեխնոլոգիական ապագա է տեսնում իր երկրի համար, այդ օրը գալիս է թե ընկերությունները, թե անհատները եւ այդ շփումները հենց այդ մթնոլորտը էլ ավելի ուժեղացնում են։ Եվ նաև ուժ են տալի այն ծրագրերին, որոնք որ իրականացնում ենք այդ ընթացքում։ Այս անգամ հնդկական ընկերությունների քանակն է շատ, ինչ որ վաճառաբանություն կա այստեղ։ Այո, մենք անցած տարվանից աշխատում ենք Թայվանի եւ Հնդկաստանի հետ, այսինքն ամեն տարի Digitech-ը ունենում է մի Նշենք, որ Հնդկաստանը աշխարհում հայտնի տեղեկատվական տեխնոլոգիաների Եվ մենք ուզում ենք տեսնենք, որ երկիրը կլինի այս տարվա պարտները, այս տարի որոշվեց, որ Հնդկաստանը կլինի, նրանք կգան մոտարապես 7 ընկերություն եւ 13 հոգանոց պատվիրակությամբ։ Մասնակցությունը զուտ, թե ինչ որ բան հետաքրքրում է նրանց Հայաստանում։ Դե եթե չհետաքրքրեր չէին վերկանագային, այսինքն այնշի որ ընտրություն չկա, այսինքն Պարզա, որ Հայաստանը որպես IT բիզնես նպատակ կա իրենց այցելության։ Բնականաբար։ Իրենց հետաքրքրվածության։ Բնականաբար, տարեստարի Հայաստանի վարկանիշը որպես IT երկիր բարձրանում է։ Եվ մենք պետքա արդեն ավելի այսպես սառնասիրտ ընդունենք, որ տարեստարի մեր նկատմամբ, երկրի նկատմամբ հետաքրքրությունը ավելանալու է։ Եվ մենք պետք է արդեն ժամանակն է ճիշտ օգտվենք այդ հանգամանքից։ Իհարկե։ Գանք այդ հանգամանքին։ Մենք շատ ենք կրկնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ է հայտարարված։
Որտեղ է գերակայությունը։ Մի քանի կետ կնշեք, որտեղ դուք տարբերվում եք մյուսներից։ Գիտեք, լոլիկ արտադրողից կամ իրականում գերակա հայտարարվել է ոլորտը 2000 թվականին, ասել, որ գերակայությունը շեշտադրող միջոցառումներ շատ են արվել, դա սուտ կլինի։ Ես կարող եմ նշել միայն պետության կողմից ստեղծված ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որը որպես պետական գործակալություն IT զարգացման աշխատել է։ 2 տարի առաջ այդ գերակայությունը շեշտադրող միջոցառում իրականացվեց, դա նորաստեղծ ընկերություններին հատուկ պայմաններ տրվեցին, ուրեմն եկամտահարկի առումով։ Այս տարի մենք դիմել ենք կառավարությանը, քանի որ մենք լայնածավալ ծրագիր ենք իրականացնում Հայաստանի շրջանում դպրոցներում ինժեներական կրթության ներդրման, եւ այսօր այդ ծրագրի մեջ մոտավորապես 5000 երեխա է ներգրաված, եւ տարեկան նրանցից մի քանի 100-ը ավարտում են, եւ մեզ պետք է որպես այդ մի քանի 100-ը հենց իրենց շրջաններում ձեռնարկություններ ստեղծեն եւ տեղակայվեն այնտեղ։ Եվ մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի հատուկ պայմաններ ստեղծվեն այն ձեռնարկությունների համար, որոնք որ իրենց ուրեմն ստորաբաժանումները կստեղծեն շրջաններում եւ այդ երեխաներին կներգրավեն։ Միևնույնն է այսօր մենք շրջաններից IT ոլորտից որևէ եկամտահարկ պրակտիկորեն 0 ենք ստանում, իսկ նման արտոնություն սահմանելը կբերի նրան, որ համ երիտասարդները կմնան իրենց մոտ, իրենց բնակավայրում եւ ուրեմն հարկային մուտքեր կլինեն։ Դա միակ շոշափելի արտոնությունն է։ Կարելի ասել, որ այո։ Տեղական ընկերությունները այս անգամ ներկայանում են այնպիսի տեխնոլոգիական լուծումներով, որոնք կարող են կիրառվել մեր ռազմաարդյունաբերության մեջ։ Բերեք կոնկրետացնենք այս արտահայտությունը, քանի դեռ չի սկսվել ցուցահանդեսը, բացենք մի քանի փակագից, ինչն է։ Մենք ինչ խնդիրներ ունեցանք։ Մենք ապրիլյան դեպքերի ժամանակ խնդիրներ ունեցանք հակառակորդի կողմից կիրառվող բարձր տեխնոլոգիական զինատեսակների հետ, որոնք բավականին լուրջ վնաս պատճառեցին, եւ մեր առաջին խնդիրը, որը առաջացավ հենց ապրիլյան խնդիրներից, դա հայտնաբերման խնդիրն է։ Իհարկե դուք հայտնաբերման ցուցահանդեսում հայտնաբերման համակարգեր չեք տեսնի, որովհետեւ սա քաղաքացիական ցուցահանդես է, բայց այդ հայտնաբերման համակարգերի կոմպոնենտները, որոնք թույլ են տալի հայտնաբերելու որպես զուտ քաղաքացիական գործիքներ։ Չէ, բայց համակարգը կա։ Իհարկե կտեսնեք։ Չէ, աշխատում ենք համակարգերի վրա։ Մյուս խնդիրը խոցելու խնդիրն է, այսինքն հակառակորդի։ Սա եւս ինչ է պարունակում, դուք պետքա տեսնեք իրեն, որպեսզի խոցեք, նախորդ տեսնեք, ապա ուրեմն այդ հայտնաբերման խնդիրը մնում է ուժի մեջ, ապա ունենաք արագ գործող սարքեր, որոնք հասնեն մինչև հակառակորդը ձեզ հասնելը, այդ սարքերը պետք է օժտված լինեն սարքավորումները, որը որ անմիջապես ֆիքսում է հակառակորդին եւ արդեն իրանից փոք չի գալիս, այսինքն դրանք օպտիկա էլեկտրոնային սարքավորումներ են, որոնք պիտանի են, եւ այդ ամեն ինչի կոմպոնենտները դուք Digitech-ին կտեսնեք։ Իհարկե պատրաստի ինքը ռազմական ցուցահանդես չի եւ ինչը որ մենք ռազմական խոսում ենք, դրանք բոլորը փակ բնականաբար թեմաներ են, բայց դրա կոմպոնենտները մարդիկ կարող են տեսնել, որ այսօր հայկական ընկերությունները տիրապետում են։ Նույնը տարբեր ձևի կառավարման, հեռակառավարման միջոցներ են, դրանք եւ ռադիոկառավարումն է, օպտիկական կառավարումն է, լազերային կառավարումն է, այսինքն հատվածաբար մարդիկ կտեսնեն որպես քաղաքացիական արտադրանք։ Մենք ինչ որ երկրի փորձից օգտվում ենք այստեղ։ Բնական է, այսօր ինտերնետի առկայությունը թույլ է տալի, որ մենք ոչ թե ինչ որ երկրների, այլ բոլոր երկրների փորձից օգտվենք։ Ես ուզում եմ հասկանալ եւ հերոստատողին կհետաքրքրի, մենք հայացքով դեպի ռուսական պաշտպանվածության այդ համակարգերին ենք դիմում։ Կարծում եմ ոչ, եւ Ռուսաստանը ինքը հայացքով դեպի իրեն չի։ Այսինքն ընդհանուր զարգացումները մեր նման ռազմական թատերաբեմում գնում են կհաղթեն այն երկրները, որոնք ունենան սեփական արտադրության շատ
էժան եւ կառավարվող զենքեր։ Այսինքն, երբ որ զինատեսակից դու ունենում ես ոչ թե 100 հատ, այլ 10,000 հատ։ Մի ժամանակ տպավորություն էր ներողություն, որ այդ տպավորությունը մինչ ապրիլյան պատերազմն էր, հետո կարծես այդ մասին չի խոսում, որ ձեր առաջարկները պաշտպանության նախարարություն ուշացումով են հասնում կամ իներտորեն էին հասնում։ Հիմա ինչ կոնտակտ կա։ Չէ, հիմա նոր հրաման կա պաշտպանության նախարարի եւ մենք համագործակցում ենք պաշտպանության նախարարության համապատասխան փոխնախարարի հետ ռազմարտունաբերական գծով բավականին արդյունավետ ենք համագործակցում։ Կատարյալ ըմբռնում է այստեղ։ Ինչը երբ, ինչ արագությամբ պետք է։ Այո, կատարելությունը չգիտեմ երբ է գալիս, բայց հաճելի համագործակցություն ասենց ասեմ։ Հիմա դրան հաջորդողը մեր խնդիրը ո՞րն է այստեղ։ Մենք ուզում ենք, որ մեր սահմանի զինվորը, մեր երիտասարդը թշնամու համար անխոցելի լինի։ Այս խնդիրն ենք մենք լուծում։ Այո։ Այսինքն մենք մտածում ենք ինչպես պաշտպանվել թշնամուց։ Նու մեր կարծիքով ինքը պաշտպանական համակարգը ամբողջ բանակը կառուցված է ռուսական ցամաքային ուժերի ուստավով, որը ըստ էության ճիշտ չի, որովհետև մենք Ղարաբաղյան պատերազմը հաղթել ենք լրիվ այլ սկզբունքներով եւ մեր կարծիքը այն է, որ մենք պետք է հատուկ հարձակողական ուժեր ստեղծենք։ Ես այդ էի ուզում լսել։ Այսինքն մենք պետք է ունենանք նաև պատժելու մեխանիզմ։ Իհարկե։ Հա, բայց նախ եւ առաջ պետք է զինատեսակները լինեն, որոնք պաշտպանեն զինվորին եւ թույլ տան հարձակվել։ Երկրորդը ինքը զինված ուժերում պետք է լուրջ լեռնահրաձգային պատրաստություն ստանան, բայց այն զինատեսակները, որ ես նկարագրեցի, սկզբունքները, հա, շատ կառավարվող, էժան եւ այլն, դրանք պահանջում են լրիվ այլ զինվոր, որը հետ աշխատում է, այսինքն շատ ավելի կրթված, շատ ավելի պատրաստված։ Այսինքն զինվոր, որը պարտադիր չի, որ դիրքում լինի այդ բանը։ Այո, ինքը դիրքում էլ չի, ինքը ավելի հեռու է գտնվում, անվտանգ, ասենք, դիստանցիայի վրա է գտնվում, բայց դիրքում գտնվող զինվորին ձեր ասած տեխնոլոգիաներից պետք են նրանք, որը ինքը հակառակորդին շուտ հայտնաբերի։ Այո։ Բայց հիմա պետք են զինվորներ, որոնք կառավարեն, հա, ասենք, օրինակ անօդաչու թռչող սարքա, ինքը պետք է այդ անօդաչու թռչող սարքը սպասարկի, թրցնի, հա, հետ բերի, նստացնի եւ այլն, այսինքն այդտեղ լրիվ այլ գիտելիքներ են պետք եւ ցավոք սրտի մենք այսօր միակ կառույցը, որը դա կարող ապահովի, դա մեր դպրոցական լաբորատորիաները, որ մենք 160 Հայաստանի շրջանների 160 դպրոցում ստեղծել ենք, միակ այդտեղ կա կոմպլեքս գիտելիք, ասենք ռոբոտաշինության եւ այլն, եւ մենք հիմա եթե իրենց նաև անօդաչու թռչող սարքեր տանք, որպեսզի նրանք սովորեն դրանց կառավարումը, ապա ամեն տարի 1/7 այդ երեխաների գնում է բանակ եւ նրանք պատրաստ կլինեն այդ խնդիրը լուծելու։ Ուղղակի այս ընթացքում մենք մոտավորապես 250 մեր երեխաներից 250-ն են գնում բանակ ամեն տարի, մեզ պետք է մոտավորապես 2000-ը, իսկ այդ նշանակում է, որ մենք խմբակների քանակը պետք է առնվազն մի 8-ից 10 անգամ ավելացնենք, որպեսզի ամեն տարի մենք բանակի մատակարարենք հենց այդ էժան, հեռակառավարվող եւ Հայաստանի արտադրությամբ զենքերը։ Մի առիթով դուք նշել եք, որ այդ նույն ձեր նշած երեխաները չգիտեն ուր գնան, որովհետև մեր համալսարանները չեն համապատասխանում ձեր նշած պահանջներին։ Բա ուր գնան։ Մենք հիմա երկու տարբերակ կա, նախ երեխաները 10-րդ դասարանում, եթե իրենք արդեն 4-5-րդում են սկսել խմբակ հաճախել, ապա 9-ում 10-ում նրանք բավարար գիտելիք ունեն, որ սեփական աշխատանքով զբաղվեն եւ ուրեմն վաստակ են։ Որպես օրինակ կարամ ասեմ, օրինակ Շինուայր գյուղում, Գորիսի ենթաշրջանի, ապա մենք Շինուայր գյուղում մի տարի առաջ խմբակ ենք բացել եւ այսօր այդ երեխաները արդեն սեփական ձեռնարկություն են ստեղծել եւ արտադրում են եռաչափ տպիչներ։ Եվ մենք իրենցից աշխատավարձ են ստանում։ Այո, աշխատավարձ են ստանում։ Եվ մենք իրենցից գնում ենք այդ տպիչները եւ մատակարարում ենք Հայաստանում մեկ Տավուշ, Գյումրի, Լոռի եւ այլն։ Այսինքն սա այն օրինակներից է, որ երեխան արդեն 9-րդ, 10-րդ դասարանում է բավարար գիտելիքներ ունի, որպեսզի կամ ծրագրավորման կամ արտադրական ինչ որ արդյունք տա։
Ես սա մի տարբերակն է, այսինքն որպեսզի երեխաները հենց տեղում սկսեն աշխատել, հետագա կրթությունը ինքնուսուցմամբ, որովհետև այսօր աշխարհի լավագույն համալսարանները բոլոր իրենց նյութերը բաց դրած է եւ այսօր միայն ալարկոտ մարդը կարա չսովորի, էլի, որովհետև եթե դու ցանկություն ունես, ցանկացած առարկա, ցանկացած մասնագիտություն, հա, մյուս տարբերակը այն է, որ մենք սկսել ենք մի նոր ծրագիր այս սեպտեմբերի 1-ից, որը պայմանական կոչվում է մասնակի բակալավրիատ, այսինքն ինքը նախատեսած է 9-րդ դասարանցի երեխաները, որ ավարտում են, 4 տարի են, այսինքն եթե ուսումնարանում նրանք սովորեն 3 տարի, ապա սովորում են 4 տարի, բայց սովորում են զուգահեռ աշխատելով, այսինքն ուսումնարանի կառուցվածքն է փոխվում, ուսումնարանում վերևի հարկերը զբաղեցնում են ձեռնարկությունները, ներքևի հարկերում գնում է ուսումնական process-ը, հետո երեխաները բարձրանում են, սկսում են վերևի հարկերում ընկերություններում աշխատել, իջնում են սովորում են։ Այդ բոլորը մի ցիկլի ընթացքում է։ Մի ցիկլի ընթացքում եւ 18 տարեկան երեխան երբ որ արդեն ավարտում է, ընդ որում ասեմ, որ Digitech-ում այդ երեխաները եւս ուրեմն պատմելու են իրենց ուսումնառության մասին, 18 տարեկան այդ երեխաները արդեն աշխատում են նշանակում է վաստակում են նշանակում է ընտանիք ավելի շուտ են կազմում եւ բոլոր հետևանքները ստանալու համար դուք չեք առաջարկում դուրս ուղարկել երեխաներին սովորել։ Չէ, դուրսը հաջորդ քայլը դա իհարկե հաջորդ քայլը դա գիտահետազոտական ուսումնական հաստատություն հիմնելն է։ Ուղղակի քանի որ մենք գիտահետազոտական խնդիրների հոսք չունենք երկիրը ինքը իրանով, հա, լուրջ արդյունաբերությունը պակաս ունի բան եւ այլն, էլի, ապա լուծումը մենք տեսնում ենք պաշտպանության նախարարության եւ օրինակ Պոլիտեխնիկ ինստիտուտի սիմբիոզի մեջ, երբ որ մեջը միջանկյալ շերտ է ստեղծվում մասնագետներից, որը պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի խնդիրները ապա զինվորականացնում է, ապա ռազմականացնում է եւ տալիս է որպես առաջադրանք առաջի կուրսի ուսանողին, երկրորդ կուրսի ուսանողին, այսինքն ուսանողները իրենց ամբողջ ուսումնական ընթացքում լուծում են պաշտպանական խնդիրներ։ Եվ մենք հավանաբար դեռ հայացքով երկար դեպի ռազմաարդյունաբերություն եւ պաշտպանական այդ համակարգերը ուղղված կլինենք եւ ձեր ձեռնարկությունների միությունն էլ հավանաբար գիտակցում է դա եւ պիտի այդ ուղղությամբ։ Բնական է։ Շատ բարի, բայց վերադառնալով նաեւ ոլորտին գերակա ճանաչելու այդ սկզբունքին, դուք ձեր խոսքում երբևէ չնշեցիք Եվրասիական միության հնարավորությունները, ինչու՞։ Գիտեք, ինտերնետի պարագայում Եվրասիական միություն, թե Ավստրալիա, թե Անտարկտիդա, թե այլ երկիր, դա նույնն է։ Այսինքն եթե դու, չէ, պահանջարկը այնքան մեծ է, պատկերացրեք։ Մենք ունենք 15000 աշխատող, իրականում մեր պահանջարկը տարեկան 3000, եթե ավելանա գրագետ մարդ, մենք կարող ենք ավելանալ։ Այսինքն պահանջարկը մեր հիմնական արտահանումը դա պահանջարկը այնքան մեծ է, որ շուկա փնտրելու կարիք չկա։ Կարիք չկա։ Այո, այդպես է հիմա, այս պահին այդպես է մոտակա։ Եվրասիական միությունը որևէ հրապուրիչ բան չունի այստեղ։ Դե գիտեք, Եվրասիական միությունը ունի։ Ես հետո պիտի համեմատություն առաջարկեմ Եվրամիության երկրների հետ ձեր կոնտակտը։ Եվրասիական միությունը ունի իր առանձնահատկությունները։ Կաշառակերություն, պետական պատվերների դժվարություն, հարաբերություններ, երբ որ ասենք քեզ վերևից որպես ավագ եղբայր են նայում եւ այլն։ Դրա համար շատ ավելի հեշտ է եւ շատ ավելի դյուրին է ռեալ իրավական դաշտում գործող ընկերության հետ պայմանագիր կնքել դիցուկ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կամ Միջին Արևելքում։ Դրա համար մեր մոտ ասենք Եվրասիական միության արտահանումը ընդամենը 10% է։ Ուզում ասեմ, այստեղ բիզնես միջավայրը, կաշառակերության չափը եւ այլ այս տիպի խնդիրները կոմունիկացիան շատ կարևոր խնդիրներ են եւ ցանկալի կլիներ, եթե մենք կարողանայինք այդ 170 միլիոնանոց կամ 200 միլիոնանոց շուկան բան անեինք։ Հիմա հաջորդը, երբ դուք
Եվ ավարտում ենք։ Եվ երբ դուք դժգոհում եք, որ դուք ձեր տեղը իրավաբանորեն չեք գտնում։ Հիմա շատ կարևոր process է տեղի ունենում Հայաստանի տնտեսությունում, կառավարության նոր կազմ, կառուցվածքի փոփոխություն, կարծեմ դուք տեղավորվել եք արդեն ըստ ձեր նախասիրության։ Գիտեք, ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ կառավարությունը գնահատվում է ոնց, գնահատվում է նախ կառավարության ծրագիր, երկրորդը բյուջե, երրորդը իրականացում։ Հիմա գոնե այս էլեմենտներից երկուսը մենք պետք է տեսնենք, որպեսզի սենց վստահ գնահատենք, հա, կառավարության ծրագիրը պիտի տեսնենք բյուջեն։ Հա, այս երկու խնդիրը շատ կարևոր են։ Հետագայում կտեսնենք նաև իրականացումը։ Բայց կա նաև մի էլեմենտ կառավարության գնահատման, դա անձնական այդ կազմն է, ասեմ, որ բարեբախտաբար մեր ոլորտի նախարարություն ստեղծվեց, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիաների։ Հա, Այն ինչ դուք ուզում եք, թե դուք առանձին նախարարություն եք։ Ես կարծում եմ, որ տրանսպորտը դա պետք է առանձին նախարարություն լինի, որը զբաղվի ենթակառուցվածքներով, էներգետիկա, տրանսպորտ, ջուր եւ այլն։ Հա, եւ այս նախարարության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հեռարձակություն, սրա մեջ ավելացվի ընդհանրապես տեխնոլոգիաները, ընդհանրապես նորարարությունները, եւ պետք է գոհունակությունը ասեմ, որ մեր գոլեգան է նախարար Դառը, որը մասնակցությամբ ծրագրավորող է, երկար տարիներ կազմակերպչական աշխատանքով է զբաղվել հեռարձակության ոլորտում, տիրապետում է ամբողջությամբ ոլորտը եւ դա շատ հուսադրող է։ Եվ հիմա պետք է սպասենք կառավարության ծրագրին եւ բյուջեին։ Շնորհակալություն, հաջողություն մաղթենք հերթական Digitech-ին, առավել ևս որ այս անգամ մենք հատուկ բան ունենք ցույց տալու։ Այո, ամսի 30-ին բոլորին սպասում ենք մինչև հոկտեմբերի 2-ը Digitech-ին առավոտվա ժամը 10-ից մինչև 6-ը։ Երևան Էքսպո կենտրոնում։ Երևան Էքսպո կենտրոնում։ Դուք դետով եք հարցազրույցի հերթական թողարկումը, իմ զրուցակիցը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էր։ Հաջողություն։